Ամենևին զարմանալի չէ, որ արդեն միջնադարում մեր մոտ ծնվեց Ասսի Դավիթ էպոսը, որտեղ երևի թե ընդհանրացված էին թե ջուրը, թե կրակը, թե քարանձավը, թե քարը, թե օդը, բոլոր այն սկզբունքները, որոնց խառնվելով, որոնց միջավայրում ապրելով, պիտի որ ձևավորվեր նոր մի տեսակ, որին մենք այսօր հայ ենք կոչում։ Ես վստահորեն եմ ասում, որովհետև սկսած Երևան 1, Երևան 2 կամ Անգարակի մոտ է քարանձավ, որ վերջերս իմ շատ լավ բարեկամ Նագետ Բովիսը ցույց տվեց, եւ ես համոզվեցի, որ Հայաստանում կա իսկապես քարանձավային նկարչություն կամ գեղանկարչություն, ինչ այդ ես կասկածում եմ։ Ինձ համոզեց, որ հայ ժողովրդի ձևավորման ամենասկզբից պարզապես քարանձավը եղել է հենակետային խնդիր, որից մենք անդադարացել, նորից վերադարձել ենք։ Եթե մենք հիշենք Կաքավաբերդը, ապա տեսեք, 3 բլուրների վրա տեղավորված այդ ամրոցը 4 կողմից ողողված է քարանձավներով եւ քարանձավային ամրություններով։ Ավելի ապահով են զգացել մարդիկ իրենց, երբ ունեցել են քարանձավային պաշտպանության հենակետեր։ Նույն երևույթը մենք հանդիպում ենք տարբեր հեղինակների պատմության մեջ, օրինակ եւ դերասանագործին պատմել, որ Շահ Աբբասից, որ գաղթ էր կազմակերպել եւ հայերին տեղափոխում էր Պարսկաստան, պատճառով անելով, որ թուրքական զորքերի համար անհրաժեշտ է այրված հողի քաղաքականությունը վարել։ Այդ ժամանակ հայերին մի բավական ստվարխում 8500 մարդ կրոնավորների հետ կոնկրետ փախան Դավիժեցու քարանձավ։ Մեծ դժվարությամբ պարսիկները կարողացան մտնել, ոչնչացնել այդ ժողովրդին, իսկ կենդանի մնացածներին տեղափոխել Պարսկաստան։ Մենք այդ քարանձավում եղանք եւ ապշելու բան։ Մենք գործ ունենք առնվազն 4-5 հազար տարվա քաղաքակրթության հետ։ Երբեք եթե դուք տեսնեք այդ քարանձավը, պարզապես կապշեք, թե ինչպես են շերտ առ շերտ պատերի վրա ամեն մի եկող քաղաքակրթության ներկայացուցիչները իրենց դրոշը դրել, տեկե եկեղեցին է սարքել, մյուս աստիճաններ, որ հարու նման են Օրբելու եւ Մարի բանի օրինական դամբարանների կողքին եղած աստիճանների նկարագրությանը կամ կառուցել են ինչ-որ դամբարաններ, որը փակել են, քարանձավ է եղել, որը փակել են, իսկ ավելի ուշ արդեն նույնիսկ 20-րդ դարի կառույցներ կան, որտեղ փախստական, ասենք, չգիտես ինչի փախստականները, այնտեղ իրենց համար տնակ են կառուցել ու այդ Երևի թե շատ երկրներում քարանձավային մշակույթը գոյություն ունի, քարանձավային եկեղեցիներ, բնակավայրեր, գյուղատեղիներ, հնավայրեր, դամբարաններ եւ այլն։ Բայց եթե մենք այդ բոլոր տեղերը ուսումնասիրենք, թե ինչպիսի առնչություն ունեն կոնկրետ հայկական բարձրավանդակի հետ եւ ժամանակային առումով վերլուծենք, ապա այդ արկի մի փաստի ենք հանդիպում։ Եթովպիայում քարանձավային եկեղեցիները Լալիբելայում կամ Լարիսայում, ինչպես ասում են, Էրիտրեայում հայտնվեցին միայն այն բանից հետո, երբ Հայաստանից մի մեծ խումբ փախստականներ, որոնք կրոնական հալածանքի են ենթարկված, հասան այնտեղ։ Դրանից հետո էլ հայտնվեց նաև իրենց այբուբենը։
Հիմա տեսեք ինչն է հետարքիր, հայը ապրել է մեծ քարանձավներում եւ ապա գնացել է փոքր քարանձավներ, ինքն է մշակել լեռան սրտում, ստեղծել այդ սենյակները եւ ապա իր մայից հետո մեծերին թաղել են նմանատիպ սենյակներում, որ կոչել են դամբարան, եւ ապա Ուրարտական շրջանում մենք ունեցել ենք կամարակապ խորշը, որտեղ դրվել է ստելլան, այդ սալաքարը, որի վրա գրված է եղել տեքստը, թե ում մասին է։ Հետո այդ նույն երևույթը մենք տեղափոխել ենք մեր երկրի շինարարական մեջ եկեղեցի, բեմ, բեմի վրա այդ գրության փոխարեն ի հայտ է եկել հոգևորականը, կամարը նույնն է մնացել կլորավում։ Այնուհետև նույն երևույթը 13-րդ դարում ահռելի ծախսեր անելով բռոշ իշխանները օրինակ փորեցին Գեղարդը եւ Մարտիրոսավանքը։ Այդ նույն ժամանակ Պատմիչ Այրիվանցին, չգիտես ինչու, թողեց եկեղեցին, բարձրացավ վերև, եկեղեցուց մոտ 300 մետր վերև, փորեց իր համար խուց, որտեղ մինչ այժմ պահպանվել են դարակները, ինչպես նաև ծեփը եւ ծեփի վրա կարմիր գույնով, կարմիր ներկով արած խաչերի հետքերը եւ արձանագրեց պատին, որ ինքը այստեղ ճգնելու եւ գրելու է եկել հայոց պատմությունը եւ գրեց այդ գիրքը այնտեղ։ Աբսոլյուտ չէ։ Ռեկտորներ ուներ բոլոր մեծագույն հնարավորություններ եւ եթե ժամանակակիցների փաստաթղթերն ենք դիտարկում կամ տեղեկությունները, տեսնում ենք, որ չափազանց հարուստ բանկի հետ գործում ենք եւ այս հարուստ բանկի տերը գնում է ճգնելու քարանձավը։ Այսինքն կենցաղում արդեն քարանձավը դարձել էր ոչ միայն առօրյական, այլև արյան կանչի պես մի արարած։ Զարմանալի չի լինի, եթե ես ասեմ, որ երևի թե բախտը ուշ, երևի թե կբերի մեր բախտը, խոսքը մեր արշավախմին ասում է, և մենք կգտնենք այն քարանձավը, որտեղ նախամաշտության գրեր եք դնում։ Եվ երևի թե Աստծու օգնությամբ և կգտնենք այդ գրերը, որը կարծում եմ, թե լույս կսպռի մեր պատմական անցյալի մի այնպիսի հատվածի վրա, որի մասին նույնիսկ մեր ոչ զգուշավոր կամ ասենք քաջ կամ հզոր պատմիչները անգամ վախեցել են նույնիսկ զգուշորեն բացահայտել, պատմել կամ ասել